Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրենի տեղակալ Լևելին Ռոբերտսի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետություն Ասիական զարգացման բանկ գործակցության հիմնական ուղղությունները, ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերը, ինչպես նաեւ անդրադարձել այս տարվա մայիսին Միլանում կայացած 58-րդ տարեկան ժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Նախարարը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի դերը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում, ընդգծելով, որ 2024 թվականին զգալի առաջընթաց է արձանագրվել նոր ծրագրերի մշակման, համաձայնեցման եւ ստորագրման ուղղությամբ։ Արդյունքում Հայաստան Ասիական զարգացման բանկ գործակցության պորտֆելը շարունակել է դինամիկ աճել, ընդգրկելով ինչպես վարկային, այնպես էլ դրամաշնորհային բաղադրիչներ։ Լևելին Ռոբերտսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ վերահաստատել Ասիական զարգացման բանկի Հայաստանին ներառական եւ կայուն տնտեսական աճի խթանման գործում շարունակաբար աջակցելու հանձնառությունը։ Անցկացվում է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը, Սյունիքն ընտրվել է հաշվի առնելով մարզի ռազմավարական նշանակությունը։ Բացի այդ, մարզի եւ Ֆրանսիայի Օվերն-Ռոնալպ ռեգիոնի միջև օրինակելի գործակցություն կա։ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությունը Հայաստանի միջպետական հարաբերությունների ամենադինամիկ ոլորտներից է եւ ամուր ինստիտուցիոնալ հիմքերի վրա է, նշել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Կանոնավոր եւ բարձրաստիճան երկխոսության շնորհիվ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ընդգրկուն օրակարգ ձևավորվել է ինչպես քաղաքական, տնտեսական, պաշտպանական, կրթամշակութային, առողջապահական, ֆրանկոֆոնիայի եւ այլ բնագավառներում։ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է Սյունիքի դիմակայունության բարձրացումը, որը միտված է ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական, կրթական, առողջապահական եւ այլ կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Վերջին 6 տարում ֆրանսիական կապիտալով 259 ընկերություն է բացվել Հայաստանում եւ սա վկայում է, որ Հայաստանում պայմանները գրավիչ են բիզնեսի համար։ Անչափ կարեւոր է Սյունիքի եւ ամբողջ Հայաստանի տնտեսական դիմադրողականության բարձրացումը, ընդգծել է էկոնոմիկայի փոխնախարարը։ Այս համատեքստում էլ Սյունիքի մարզպետը թվարկել է ֆրանսիական կողմի աջակցությամբ մարզում իրականացված եւ իրականացվող աշխատանքները, ոռոգման եւ խմելու ջրագծերի կառուցում, առողջապահական ոլորտում հսկայական ներդրումներ։ Ռոբերտ Ղուկասյանի խոսքով Սյունիքի մարզում հիմա $1 միլիարդ աշխատանք է իրականացվում, մեծ թվով կրթարաններ, ճանապարհաշինական հսկայական աշխատանքներ։ Մարզպետ Ղուկասյանը հույս է հայտնել, որ բոլոր այն դեպքերում, երբ կբացակայի միայն ֆինանսավորումը, հարցը կլուծվի համատեղ ջանքերով։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գոգավան Պրիվոլնոյ սահմանային պետական վերահսկողության բաժնի տեսուչների զգոնության շնորհիվ Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել եւ կասեցվել է անհայտ ծագման կենդանիների մուտքը Հայաստան։ Տեսչական մարմնի հաղորդմամբ կենդանիների խմբականակն ուղեկցող փաստաթղթերի ուսումնասիրությունը կասկած է հարուցել, որ դրանք կեղծված են։ Ռուսաստանի անասնաբուժության եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը հաստատել է, կառույցը ցլիկների տվյալ խմբականակի համար որևէ փաստաթուղթ չի տրամադրել։ Հատկապես հաշվի առնելով հարևան երկրներում դաբաղի բռնկման պաշտոնապես հաստատված փաստերը, անհայտ ծագման կենդանիների ցանկացած խմբականակի մուտքը Հայաստան կասեցվելու է, ասված է հաղորդագրությունում։ Ճապոնիայի Գունմա պրեֆեկտուրայի Տակասակի քաղաքում պաշտոնապես բացվել է Ասիայում առաջին Թումո կենտրոնը՝ Թումո Գունման։ Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, նշելով ծրագրի կարևորությունը հայ-ճապոնական կրթական համագործակցության շրջանակում։ Արշակյանն ընդգծել է, որ մշակութային եւ մտավոր փոխանակումը տասնամյակներ շարունակ եղել է հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների հիմնասյուներից մեկը։ Մեր ժողովուրդները գտնվելով աշխարհագրորեն հեռու միմյանցից միևնույն ժամանակ միավորված են համընդհանուր արժեքներով, ժողովրդավարության, դիմացկունության, գիտելիքի եւ մշակութային ժառանգության խորին հարգանքի հանդեպ, ասել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը։ Խելացի անասնաշենքեր կառուցելու ծախսերը պետությունը կփոխհատուցի մինչև 70%-ի չափով, կառավարությունը լավարկել է ծրագրի պայմանները։ Մասնավորապես վերագնահատվել են անասնաֆերմայի կառուցման համար պահանջվող ծախսերը, բարձրացվել են ներդրվող ու փոխհատուցվող գումարների շեմերը։ Գրեթե 30%-ով ավելացվել է գնահառաջարկությունը, ներդրվող գումարների չափը։ Նախատեսված է խելացի անասնաշենքերի 3 մոդել, առաջին մոդելը նախատեսված է 20-ից 25 գլուխ կենդանու համար։ Այս դեպքում ծախսերի համար սահմանվել է առավելագույնը 30 միլիոն դրամ։ Երկրորդ մոդելը նախատեսված է 40-ից 45 գլուխ կենդանու համար, ծախսերի համար սահմանվել է առավելագույնը 46 միլիոն դրամ։ Երրորդ մոդելը 95-ից 100 գլուխ կենդանու համար է, ծախսը սահմանվել է 114 միլիոն դրամ։ Ծրագիրն իրականացվելու է 2 բաղադրիչով, ծախսերի մասնակի փոխհատուցման եւ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով։
Սահմանամերձ համայնքներում եւ պատերազմի ժամանակ գործողությունների ընթացքում վիրավորող ստացած քաղաքացիների համար այդ գործընթացը փոփոխվել է, սահմանվել է 70%, իսկ սուբսիդավորող վարկի տոկոսադրույքը հավասարեցվել է նաեւ 0-ի։ Սահմանվել է արտոնյալ ժամկետ 8 ամիս, նախկին 12 ամսվա փոխարեն։ Պարտադիր պայման է, խելացի անասնաշենքերում պետք է պահվեն բացառապես տոհմային կենդանիներ, տեղական տոհմաբուծությունը զարգացնելու նպատակով պետությունը կբարելավի սուբսիդավորման պայմանները։ Աջակցության այս ծրագրով կառավարությունն ակնկալում է նոր տեխնոլոգիաների ներդրման եւ տոհմային կենդանիների գլխաքանակի ավելացման միջոցով ավելացնել կաթնատվության եւ մթերատվության ցուցանիշները։ Ծրագրին կարող են դիմել սկսնակ եւ գործող ֆերմերները։ Դիմելու վերջնաժամկետը 2028 թվականի նոյեմբերի 1-ն է։ Ստեփանավանի սրտում վերաբացվել է քաղաքային զբոսայգին բարեկարգված խաղային գոտիներով եւ ատրակցիոններով այգին հիմնանորոգվել եւ արդիականացվել է կառավարություն, համայնք եւ մասնավոր համատեղ ներդրմամբ։ Երկու փուլով կատարված աշխատանքների ընդհանուր արժեքը շուրջ 640 միլիոն դրամ է։ Քաղաքային զբոսայգին կանաչապատվել է, նորոգվել են անցուղիները, տեղադրվել են նոր նստարաններ, կառուցվել են խաղահրապարակներ, ժամանակակից ատրակցիոններ, ստեղծվել է հարմարավետ, ապահով եւ գրավիչ հանրային տարածք։ Ստեփանավան համայնքում հանրային տարածքների արդիականացման աշխատանքները շարունակվում են 2026-ին նախատեսում են բարեկարգել համայնքի բակերը, կառուցելով փոքր խաղահրապարակներ։ Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 1.1%-ով, կազմելով բարելի դիմաց $60.54։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ բարձրացել է 1.2%-ով, կազմելով բարելի դիմաց $60.57։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.2%-ով եւ 1 ունցիայի դիմաց կազմել $3323։ Բիթքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ իջել է 1.6%-ով եւ կազմել մեկ հատի համար $103,950։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ հունիսի 2-ի տվյալով ամերիկյան դոլարն արժեցել է 383 դրամ 95 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 438 դրամ 24 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 85 լումա։